Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի բտիկներ պանիրային սոուսով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի բտիկներ, բանջարեղեն, սերուցքային պանիր, կաթի սերուցք, ձիթայուղ, սոյա սոուս, արտ ֆուդ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք հիմնական բաղադրիչներն են։ Կսկսենք հավի բտիկների համար նախատեսված համեմունքների փնջից։ Գրակին ենք դնում փոքրիկ տապակը։ Տապակի մեջ լցնում ենք մառանիկ ընկերության հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, մանանեխի սերմ, ծովի աղ, բովելուց հետո տրորում ենք հավանգի մեջ։ Լավ տրորում ենք։ Լավ տրորելուց հետո ավելացնում ենք 2 փոքր բճիղ սխտոր, տաս գրամ մայրու ընկույզ, ավելացնում ենք ձիթայուղ 2 ճաշի գթալ, քարի մառանիկ ընկերության, մոտ 1 թեյ գթալ, չորացրած օրեգանո, քրքում կես թեյ գթալ եւ կրկին տրորում ենք, վերածում ենք մածուկի։ Ստացանք համեմունքային մածուկը։ Հանում ենք բտիկները, այն ինչը կարող է պետք է։ Ինչ ենք անում բտիկների հետ։ Տեղափոխում ենք ապակյա թասի մեջ, նախապես մաքրել եւ լվացել են բտիկները։ Վերցրել եմ 1 կիլոգրամ բտիկ։ Լցնում ենք համեմունքը։ Եվ լավ տրորում ենք, որ համեմունքը հավասար տարածվի բոլոր բտիկների վրա։ Հարկավոր է ջեռոցը նախապես միացնել,
Կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան։ Լավ տրորելուց հետո բդիկները տեղափոխում են սիլիկոնե գորգի վրա։ Հենց բդիկների մի կողմը կարմրեց, կշրջենք, կարմրացնենք նաև մյուս կողմը։ Անցնենք առաջ բդիկների հետ մատուցելու ենք կարտոֆիլ։ Վերցրել եմ կես կիլոգրամ կարտոֆիլ։ Խոզանակով լավ լվացել եմ կլեպը։ Օգտագործելու ենք կլեպով իհարկե, որովհետև կլեպի մեջ վիտամիններ կան, որոնք պետք չի կորցնել։ Համեմում ենք այն Մարանիկ ընկերության ծովի աղով, չորս պղպեղով, չորացրած ցիտրոնով, կարմիր քաղցր եւ կծու պղպեղներով փոքր կծու կանենք եւ առատ կարմիր պղպեղ քաղցր ցողում ենք մի քանի կաթիլ ձիթայուղով եւս մեկ անգամ լավ խառնելուց հետո տեղափոխում ենք ջեռոցի այս գեղեցիկ տապակի մեջ եւ ուղարկում ենք ջեռոց։ Հավի բդիկները շրջելուց հետո պատելու ենք սոուսով։ Այ հիմա հենց սոուսն կպատրաստենք։ Վերցնում ենք թաս, լցնում ենք մեկ թեյի գթալ մեղր, մեկ թեյի գթալ մանանեխ, կես թեյի գթալ Վուստերշիրյան սոուս, մեկ թեյի գթալ սոյա սոուս, մեկ ճաշի գթալ ծխարված կարմիր պղպեղ,
1 ճաշի գտալ Art Food ընկերության չիլի կետչուպ, որը պատրաստված է հայկական լոլիկից։ Եվ կարծում եմ վերջ, շատ կարևոր է ճիշտ ժամանակին կանգնել, թե չէ անվերջ կարելի է ինչ-որ բան ավելացնել։ Համտեսենք։ Շատ հետաքրքիր է։ Ես էկզոտիկ։ Մի կողմից արդեն բդիկները կարմրել են։ Հենց այդ կողմից կպատենք սոուսով։ Շրջենք և նույն բան անենք հակառակ կողմից։ Սա էլ կսում ենք և բդիկները վերադարձնում ենք ջեռոց, որը արդեն աղմուկում է, սպասում է, ասում է, իսկ որտեղ են բդիկները, վերադարձրեք ետ։ Կարտոֆիլը արդեն վարդագունել է, փոքր կկարմրի և բտիկների հետ կհանենք։ Իսկ մինչ այդ կպատրաստենք պանրային սոուսը։ Վերցնում ենք փոքրիկ կաթսան, լցնում ենք մոտ 200 մլի կաթի սերուցք, հենց տաքացավ, կավելացնենք սերուցքային պանիր։ Խառնելով եփում ենք, այնքան մինչև պանիրը ձուլվի։ Այժմ համեմ ենք։ Կհամեմեմ 15 գրամ պարմեզան պանրով, որը նախապես քերել էի։ Նարանիկ ընկերության ծովի աղով, այս ճաշակի 4 պղպեղով, չորացրած ցիտրոնով, այո, համեմունքները կրկնվում են։ Իմ սիրելի քրքումով, ուր ես իմ սիրելի քրքում, սխտորի փոշով և կարծում բավական է։ Համտեսենք։ Հրաշալի, նրբագույն և աննման։ Վերցնում ենք սա կրակից կամ կրակուղակի անջատում ենք։ Նախապատրաստենք կերակրի համար թարմեցնող բարձիկ։ Ինչից ենք պատրաստում այն, սա մատուցվող ամանն է։ Սիրելի ամանի մեջ լցնում ենք աղցանային միքս,
Այսպես կարելի է պատառոտել ձեռքով, կտրատել պետք չի։ Գցող ենք սա լայմի հյութով, կվերցնեմ լայմի մեկ կեսը կվերցնեմ։ Կհամեմենք Մարանիկ ընկերության ծովի աղով, կավելացնենք քունջուտ, Մարանիկ ընկերության, քունջուտի յուղ, մոտ 1 ճաշի գթալ, վերջ, խառնում ենք, տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ։ Տեղադրում ենք մատուցվող ամանի մեջ, այսպես, շատ լավ է։ Սկսենք բդիկներից։ Դու արի։ Եվ դու։ Չնայած երրորդն էլ կարելի է դնել, կարծում եմ։ Այ դու էլ հետաքրքիր տեսք ունես։ Սա այսպես։ Եվ կարտոֆիլը տեսնենք ինչ վիճակում է։ Հրաշք, կարմրաթուշ կարտոֆիլներ։ Եկեք ինձ հետ։ Այսպես։ Կարծում շատ լավ ստացվեց։ Եվ սոուսից չմոռանանք։ Կարելի առանձին մատուցել սոուսը, կարելի ուղղակի այսպես լցնել։ Բդիկների վրա։ Վերջ։ Մնում է ըմբոշխ խմել։ Հավի բդիկներ պանրային սոուսով։ Իբրև համեմունք հատիկ սև պղպեղ, համեմի սերմ, մանանեխի սերմ, ծովի աղ բովել, լցնել հավանգի մեջ, սխտոր, մայրու ընկույզ դնել, տրորել, ձիթայուղ, քարի, չորացրած օրեգանո, քրքում ավելացնել, խառնել։ Համեմունքը լցնել հավի բդիկների վրա, տրորել, բդիկները շարել ջեռոցի սիլիկոնե գորգ փռած տապակին, 200 աստիճան տաք ջեռոցում գրիլ եղանակով խորովել մինչև կարմրեն։ Բդիկների ջնարակի համար թասի մեջ մեղր, մանանեխ, վուստերշիրյան սոուս, սոյայի սոուս, ծխահարած կարմիր պղպեղ, չիլի կետչուպ ավելացնել, խառնել։ Հավի բդիկները հանել ջեռոցից, կարմրած կողմին ջնարակ քսել, բդիկները շրջել, մյուս կողմին էլ ջնարակ քսել, տապակը ջեռոց վերադարձնել, թողնել կարմրեն։ Չկլպած կարտոֆիլը լավ լվանալ, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, կարմիր քաղցր եւ կծու պղպեղներով, ձիթայուղ ցողել, խառնել, լցնել ջերմակայուն տապակի մեջ, ջեռոցում խորովել մինչև կարմրեն։ Պանրային սոուսի համար կաթի սերուցք տաքացնել, սերուցքային պանիր ավելացնել, խառնելով եփել։ Հենց պանիրը հալվի, քերած պարմեզան պանիր ավելացնել, համեմել ծովի աղով, 4 պղպեղ համեմունքով, չորացրած ցիտրոնով, քրքումով, սխտորի փոշով։ Աղցանային միքս կանաչիները համեմել լայմի հյութով, ծովի աղով, քունջութով եւ քունջութի յուղով։ Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան բդիկներ եւ կարտոֆիլ դնել, պանրային սոուս ցողել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բանջարեղեն, կաթի սերուցք, ձու, կոճապղպեղ, թարմ կանաչի, արտֆուդ, համի արվեստ
եւ ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։